Տեսեք, պահանջները, գլոբալ մեծ պահանջները, որ կան ներկայացնեմ, դա կայանում է հետևյալով։ Ժողովուրդները բան չանենք մենք, տեսեք, Yandex-ի քարտեզն ու իրականություն իրար չի համապատասխանում, որի արդյունքում վարորդները տուգանվում են։ Yandex-ը կարող ասի, այս փողոցից աճ մտի, այդ փողոցը փակ փողոցի մարդը տուգանվի։ Հաջորդը որ կա, վարորդների ռեյտինգները, վարկանիշները արհեստականորեն չեն կարողանում հասկանալ այս մարդիկ ինչի համար է նվազում եւ չկա բացակայումա կոմունիկացիա։ Երբ որ Just Tigram օրինակի համար որոշում է զանգի Yandex-ում հասկանա ով կա, մի հատ գնում է իր տաքսո պարկը, պարկից մի հատ գնում են իրար եւ այդ շղթան պատվելու արդյունքում այս մարդը օպերատիվ ձևով հարցի լուծումը չի ստանում։ Մյուս կետը որ կա, շատ լինում են հաճախորդներ, ովքեր նստում են ավտոմեքենացին մի րոպե կանգնեք խանութ, հետո փախնում են։ Այս մարդիկ չունեն կոմունիկացիա, որպեսզի հետադարձով ասեն մի հատ այդ հաճախորդի համարը տվեք կամ զբաղվեք մեր գումարը։ Հենց իմաստը Yandex տաքսի պատվիրը, ասեն դավթաշեն։ Ձախը ցույց չի տալի, որ ձախ պետք է այդած, հարաս այդած։ Տանում ասենց վրցնում է։ Նույն դեպքեր կա, որտեղ որ միակողմանի է սարկած, սուտատանի ձախ կարելի է։ Շոֆերները մտնում են, որ ժողում են, որ միակողմանի են մտնում։ Քարտեզի խնդիրն է հատկապես։ Ու այս առաջի ամիսը չի, արդեն երկար ժամանակ է, կարա ինդակետի դզեին։ Տեսեք, հաջորդը որ կա 7 րոպե սպասելն է, այսինքն փողոցի մեջ բոլորը 10 րոպե, ասում է 3 + 7, ճիշտ է, 7-ը վճարով է, այսինքն 10 րոպե սպասելը մենք բոլորս հասկանում ենք, որ պոտենցիալ այս մարդիկ տուգանվում են։ Այսինքն ստե ունի անելիք Yandex-ը եւ ոստիկանությունը համատեղ։ Ստե մյուս խնդիրը որ կա, հաջորդը որ կա, այս մարդիկ ասում են մենք նույնիսկ 1 րոպե որ կանգնում ենք, մեր վրա տուգանք է գալիս։ Այդ հարցը լուծեք։ Մյուս խնդիրը որ կա, ասում են Yandex դու համագործակցում ես Երևան ավտոբուսի հետ քարտեզը տալիս ես, բանակցենք, որպեսզի հնարավորությունն է ավտոբուսի գծերով մենք երթևեկենք։ Դուք տեսնում եք, որ մենք տաքսի վարորդ ենք, սա մեր համարն է, կոմոդ գրանցված ենք, բայց մենք հնարավորություն չենք ունենում այդ ճանապարհով գնալու, հասկանում եք։ Հաջորդ խնդիրը որ կա, կոնկրետ դա է։ Հաջորդը որ կա, վարորդները բողոքում են, որ երբ որ իրենց թեյավճար են տալիս քարտով, այդ գումարը պակասում է իրանց մոտից։ Ասում է այդ բոնուսի պակասելը մեր, այդ չայվոյի պակասելը ոնց ալնում, խնդրում դրա օպերատիվ կապ լինի, որ մենք շփվենք, հասկանանք այդ խնդիրները որն են։ Հենց այդ բոնուսի պակասներն եմ ասում։ Հաջորդը ասում է կեղծ սուտ խախտումներ են արձանագրում մեր վրա։ Ասում են, որ դու օրինակի համար, չգիտեմ, ավտոմեքենան չես նկարել, բայց հիմա նկարել եմ, ավտոմեքենան կեղտոտա, բայց մաքուր է, նմանատիպ լիքը այլ խնդիրներ։ Ինքը իջացնում է, որ իր ավտոն, ֆիրմա ավտոն բիզնեսին է, որ ստարտի տակ քշի, որ հաճախորդի աշկը մտնի։ Հաջորդը որ կա, սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած աշխատող ունի գործադուլի իրավունք, ունի իր խախտված իրավունքները վերականգնման համար պահանջ։ Մի այս մեր մարդիկ այդ պահանջը դրել են, դրանից հետո ենթարկվում են այս մարդիկ տոտալ հարձակման։ Կոնկրետ վարորդին բլոկ են արել, փակել են, չեն թողում ավտոմեքենա քշի ցույցերից հետո, ակտիվ լինելու համար, վրդովմունք արտահայտելու համար։ Արհեստական ռեյտինգներն իջացնում են այս մարդկանց համար, հասկանում եք, ու այս բոլորի պատասխանները հատիկ առ հատիկ պիտի ստանան։ Հետո հաջորդը նախնական պատվերը տալիս են, մարդը տեսնում է, ասում որ 2000 դրամանոց պատվեր է։ Գնում հասնում է պատվերը վերցնում է, տեղը ասում դառնում է 1800 դրամ։ Մի հատ դրա բացատրությունը հստակ ուզում ենք մենք ստանալ։ Ոնց է լինում եւ դրա լուծումը պիտի լինի։ Այդ շատ-շատերը որ նոր իմացել են որ մեր երկրում 100,000 վարորդ կա, նոր են իմացել, նոր են որ լսել են, ինձ մեղադրում են որ ինչի համար ես դու եկե վարորդների կողքը կանգնել, լավ եմ արել։ Որ պահին վարորդները որոշեն որ ես անելիք չունեմ, նորից եմ կրկնում, ես ուղղակի անելիք չունեմ։ Ուղղակի անելիք չունեմ։ Իսկ որոշ մարդիկ, ովքեր իրենց ինչ-որ բան եք հարցնում, իսկ որոշ մարդիկ, ովքեր լինելով պետական պաշտոնյա, բազում տարիներ չեն իմացել վարորդների խնդիրների մասին, խնդրած կնեմ ստապլներ, խելքները գլուխները հավաքեն ու համեն խոսքը հասկանան ինչ են իրենք ասում։ Նորից եւս մեկ անգամ կրկնում եմ։ Երբ որ մարդիկ գալիս են Կորեայից ասում են եկել եմ ձեզի կովիդով են վարակում, անլուրջ էին վերաբերվում կովիդին, հետո հասկանում ենք որ վերջում մամուլում դարձան մահվան նախարար մականունը կնքեցին իրանց վրա, այդ բոլորը չափերն իմանան մարդիկ։ Ես նորից եմ կրկնում վարորդների իրավունքները պիտի վերականգնվի, այլ տարբերակ չկա։ Պահանջներ կա, որոնց հասցեատերը պետությունն է, պետության հետ կապված շփվում են իրանք ուղիղ։
Եվ պետության հետ կապված, քանի որ իրանք մեր երկրի ամենաթանկ կապիտալը դա մեր ժողովուրդն է, պարտավոր են ժողովրդին պատասխան տալ։ Yandex-ի հետ կապված եկել եմ ձևակերպումները տալիս եմ, մասնավորի հետ ես շատ ուղիղ կռիվ եմ տալիս, ասում եմ, այս հարցը պետք է լուծես դու։ Դու իրավունք չունես վարորդների նկատմամբ տես վերաբերմունք ցույց տաս։ Ուղղակի իրավունք չունես դու։ Շատ լավ։